Բարև ձեզ, խոսենք սրտի իշեմիկ հիվանդության մասին։ Սրտի իշեմիկ հիվանդությունը սրտամկանի ախտահարում է պայմանավորված կորոնար արյան շրջանառության սուր կամ քրոնիկական անհամապատասխանությամբ։ Սրտի իշեմիկ հիվանդության տեսակներն են սրտային հանկարծամահությունը, ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը, հետինֆարկտային կարդիոսկլերոզը, սրտի իշեմիկ հիվանդության հատուկ տեսակները, օրինակ հիբերնացված սրտամկանը և շշմած սրտամկանը։ Սրտի իշեմիկ հիվանդության էտիոլոգիայի գերակշռող մասը կազմում է կորոնար զարկերակների աթերոսկլերոզը։ Այլ պատճառներից են բնածին անոմալիաները և կորոնար զարկերակների վասկուլիտը։ Սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոնները բաժանվում են կառավարվող և չկառավարվող ռիսկի խմբերին։ Չկառավարվող ռիսկի գործոններ են ժառանգականությունը, տարիքը, սեռը, իսկ կառավարվող ռիսկի գործոններն են դիսլիպիդեմիան, զարկերակային հիպերտենզիան, ծխելը և ճարպակալումը։ Որպես սրտի իշեմիկ հիվանդության առանձին տեսակ խոսենք ստենոկարդիայի մասին։ Ստենոկարդիայի ախտածակման հիմքում ընկած է կորոնար զարկերակների ֆիքսված ստենոզը, դինամիկ ստենոզը և սպազմը։ Նման ախտահարումների հետևանքով սրտամկանը, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ենթարկվում է իշեմիայի։ Ստենոկարդիայի տեսակներն են լարման կայուն ստենոկարդիան, անկայուն ստենոկարդիան և ինքնաբուխ (նույն ինքը վազոսպաստիկ) ստենոկարդիան։ Կլինիկական պատկերը դիտարկելիս պարզ է դառնում, որ ամենատարածված և հիմնական գանգատը կրծքավանդակի ցավն է։ Ստենոկարդիայի ցավին շատ հաճախ ուղեկցում է շնչահեղձությունը։ Կայուն լարման ստենոկարդիայի կանադական դասակարգում։ Սա ֆունկցիոնալ դասակարգում է և ներառում է 4 ֆունկցիոնալ դաս։ Առաջին ֆունկցիոնալ դասի դեպքում սովորական ֆիզիկական ակտիվությունը, քայլելը, աստիճան բարձրանալը չի ուղեկցվում ստենոկարդիայի նոպայով։ Ցավը առաջանում է միայն շատ երկար, արագ և ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Երկրորդ ֆունկցիոնալ դաս սովորական ֆիզիկական ակտիվության փոքր սահմանափակում։ Կրծքավանդակի ցավը առաջանում է 200 մետրից ավել ուղիղ քայլելու կամ 1 աստիճանավանդակից ավել բարձրանալու դեպքում։ Երրորդ ֆունկցիոնալ դաս սովորական ֆիզիկական ակտիվության զգալի սահմանափակում։ Նոպան առաջանում է 100-ից 200 մետր ուղիղ քայլելու կամ 1 աստիճանավանդակ բարձրանալու դեպքում։ Չորրորդ ֆունկցիոնալ դաս հնարավոր չէ կատարել որևէ ֆիզիկական գործողություն առանց կրծքավանդակի շրջանում ցավի և դիսկոմֆորտի։